Իրանի հետ պատերազմը կավարտվի շատ շուտով, բայց այս շաբաթ նման բան սպասել չարժե։ Դոնալդ Թրամփը հերթական ուշագրավ հայտարարություններն է արել Ֆլորիդայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։ Միացյալ Նահանգների զինված ուժերը եւ Իսրայելի պաշտպանության ուժերը մեծ հաջողությամբ կատարում են էպիկական զայրույթ գործողությունը։ Վերջին 9 օրերի ընթացքում մենք իրականացրինք աշխարհի ամենահզոր եւ բարդ ռազմական հարվածներից եւ մանևրերից մի քանիսը։ Ազատվեցինք Իրանի միջուկային սպառնալիքից, որը իմ կարծիքով պատմական պահ էր։ Խաղաղությունն այցեքարտ դարձրած Թրամփն իր նախաձեռնած ռազմական գործողությունների հաջողությունների մասին խոսում է անթաքույց հիացմունքով, երբեմն վրիպելով, կարծես մեկ խոցված նավ այս կողմ այն կողմ շատ բան չի փոխում։ Մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք Իրանի բոլոր ուժերը, ռազմածովային ուժերի մեծ մասը խորտակվել է, արդեն ծովի հատակում է 50 նավեր։ Ինձ տեղեկացրին, որ խոսքը 51 նավի մասին էր։ Սրանք մարտական նավեր էին, որոնք նախատեսված են կռվելու, բայց ոչ մեր դեմ կռվելու համար։ Մենք շարունակում ենք թիրախավորել Իրանի անօդաչու սարքերի եւ հրթիռների հնարավորությունները, նրանց անօդաչուների արտադրությունը զգալիորեն նվազել է։ Գիտենք, որտեղ են արտադրվում եւ հարվածում ենք մեկը մյուսի հետևից։ Նրանց հրթիռային հնարավորությունները նվազել են մոտ 10%-ով։ Their missile capability is down to about 10%, maybe less. ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել է իրանական 5000-ից ավելի թիրախի, բայց դա դեռ ամենը չէ։ Ամենակարևոր թիրախները դեռ չեն խոցվել, ասել է Թրամփը, վստահեցնելով, որ դա կարող են անել առանց դժվարության, ստեղծելով հսկայական դժվարություններ Իրանի համար։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է Իրանին ամբողջ աշխարհին պատանդառելու համար։ Այս հոգևոր ռեժիմը վտանգ է ներկայացնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Իրանը փորձում է պատանդ վերցնել ամբողջ աշխարհը, նրանք հարձակվում են հարևան երկրների, նրանց էներգետիկ ենթակառուցվածքների քաղաքացիական բնակչության վրա։ Իրանը հաստատել է, որ շարունակելու է հարվածել Պարսից ծոցի երկրներին, փորձելով տնտեսական ճգնաժամի սպառնալիքով հարկադրել ԱՄՆ-ին դադարեցնելու պատերազմը։ Այս պատերազմը տնտեսական մեծ ճնշում է գործադրել մի շարք երկրների վրա, գնաճի, էներգիայի պակասի առումով եւ եթե այն շարունակվի, այս ճնշումն ավելի կուժեղանա եւ հետեւաբար այդ երկրները պատերազմին միջամտելու այլընտրանք չեն ունենա։ Պատերազմը չի կարող ավարտվել Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցություններով, վստահ են Իրանում։ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցելու որևէ բան չկա։ Փետրվարին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլի ժամանակ ամերիկյան կողմը պնդել է, որ չունեն հարձակվելու որևէ մտադրություն, այնուամենայնիվ դա արել են։ Չեմ կարծում, թե ամերիկացիների հետ խոսելու կամ կրկին նրանց հետ բանակցելու հարցը կլինի օրակարգում։ Իրանն ակնկալում է, որ պատերազմի ավարտի համար կմիջնորդեն այն երկրները, որոնք չեն դիմանա տնտեսական դժվարություններին։ Իրանի անօդաչու սարքերից պաշտպանվելու հարցով 11 երկիր դիմել է Կիևին, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Կան հստակ հետաքրքրություններ Ուկրաինայի փորձի նկատմամբ, որը վերաբերում է կյանքի պաշտպանությանը, անօդաչու կասեցնող սարքերին, պատերազմների էլեկտրոնային համակարգերին։ Իրանը շարունակում է շահեդ անօդաչուներով հարվածել այն երկրներին, որոնցում կա ամերիկյան ռազմաբազա։ Իսկ նախորդ 4 տարիներին պատերազմի ընթացքում այս զենքի հարվածն ամենահաճախն իր վրա զգացել ու դրա հետ վարվելու ամենաարդյունավետ ձևերը սովորել է հենց Ուկրաինան։ Զելենսկին առաջարկել է փոխանակել Կիևի անօդաչու կասեցնող սարքերը հակաօդային պաշտպանության թանկարժեք հրթիռների հետ, որոնց պակասն ունի Ուկրաինան։ Ռուսաստանը եւս պատերազմի ժամանակ օգտակար լինելու պատրաստակամություն է հայտնել, տեղեկացրել է Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ իր հարցազրույցին։ Ես ասացի, դուք կարող եք ավելի օգտակար լինել, ավարտելով Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը, դա ավելի օգտակար կլինի։ Թրամփը խոստանում է ինքնուրույն հանգուցալուծել իր իսկ սկսած պատերազմը, իր խոսքով թույլ չտալով ահաբեկչական ռեժիմին պատանդ պահել աշխարհը եւ վտանգել աշխարհի նավթամատակարարումը։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։